رائد جابر, арабская газета «Аль-Хаят». Добрый день, господин президент. Вы упомянули в конце почти о ситуации на Ближнем Востоке и в арабских странах. Армения связывает очень тесные исторические отношения с этим районом. Скажите, пожалуйста, как повлияла ситуация в арабских странах, особенно Сирия и, может, другие страны тоже, на обстановку в Армении? Имеется в виду в экономическом плане, и, может быть, есть какие-то последствия? Да, есть какие-то последствия или нет? И второй вопрос, если позволите. Мы так поняли, что есть активные программы для привлечения инвестиций в Армению, в экономике Армении. Какие-то есть программы, чтобы привлечь внимание арабские инвестиции? Спасибо большое. Այո, իհարկե։ Այս ժամանակահատվածում աշխարհի զարգացման այս ժամանակահատվածում երևի ամենակարևոր հանգամանքներից մեկը լավ ծրագրերի արկայությունն է եւ մենք այդպիսի ծրագրեր ունենք։ Այդպիսի ծրագրեր ունենք մեր գյուղատնտեսության ոլորտում, այդպիսի ծրագրեր ունենք զբոսաշրջության ոլորտում, այդպիսի ծրագրեր ունենք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում եւ այդպիսի ծրագրեր ունենք անշարժ գույքի եւ այլ ոլորտներում։ Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք արաբական երկրների հետ։ 1-2 օր առաջ է մեր վարչապետը վերադարձել Քուվեյթից եւ Եգիպտոսից։ Մինչ այդ մեզ մոտ էին արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները եւ մենք միջպետական հանձնաժողովների ակտիվացման ճանապարհով անպայման մոտ ժամանակներս կհասնենք շոշափելի արդյունքների։ Սա մեզ համար էական նշանակություն ունի։ Էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ այն մեծ խոչընդոտը, որ Հայաստանի տնտեսությունը ուներ, կամ ավելի ճիշտ այն մեծ խոչընդոտներից մեկը շուկայի փոքրությունը, որ Հայաստանի տնտեսությունը ուներ, այդ անդամակցմամբ մենք կարծեք թե լուծել ենք։ Այսինքն Հայաստանը կարող է շատ հանգիստ լինել մի վայր, որտեղ կարելի է արտադրել եւ ապրանքային քանակներ մատակարարել Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ։ Մենք որդեգրել ենք ուրեմն ավիացիայի ոլորտում 5-րդ ազատական քաղաքականությունը, 5-րդ աստիճան է, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Ամենայն դեպս մեր օդային տարածքը ամբողջովին ազատ է եւ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում արաբական երկրներից արդեն 4 նոր չվերթներ են հաստատվել, այսինքն շփումները ինտենսիվացել են։ Անշուշտ, իհարկե, իրադարձությունները Մերձավոր Արևելքում մեծ ազդեցություն ունեն Հայաստանի վրա եւ ոչ միայն այն պատճառով, որ անկայունությունը ընդհանրապես խաթարում է տնտեսական զարգացումը, այլ կոնկրետ այն պատճառով, որ մենք եւ Սիրիայում եւ Իրաքում, հատկապես Սիրիայում եւ Լիբանանում մենք ունենք հոծ հայկական համայնք եւ մեզ համար միանշանակ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում։ Մենք, ինչպես ասեցի, Հայաստանում ընդունել ենք 10,000 փախստական միայն Սիրիայից եւ Հայաստանի պես փոքր երկրի համար 10,000 քանակը լուրջ քանակ է, իրոք մեծ է։ Բայց կա նաև մեկ այլ վատ երևույթ, որ Մերձավոր Արևելքում ոչնչացվում են ցավոք սրտի այն մշակութային արժեքները, որ մեր ժողովուրդը իր արաբ բարեկամների հետ միասին ստեղծել է դարեր շարունակ։ Մեզ համար շատ ցավալի է։ Մեզ համար անչափ ցավալի է, որ դեր զորում աղբեկիչները պայթեցրեցին, ոչնչացրեցին Սրբոց նահատակած եկեղեցին, որտեղ պահվում էին ցեղասպանության զոհերի
մասունքները։ Եվ ընդհանրապես այն ինչ որ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, շատ սոսկալի է։ Այդ մարդիկ էթնիկական զտումներ են կատարում, ցեղասպանություն են իրագործում եւ որպես զուգահեռ մի երևույթ ոչնչացնում են պատմամշակութային արժեքները։ Դա փորձ է ջնջելու մարդկային հիշողությունը։ Դա սարսափելի է ուղղակի։ Спасибо.